Ողջույն բոլորին ընկերներ եւ բարի գալուստ իմ հերթական Primavera P6 դասընթացների շարքին եւ այս դասընթացի ընթացքում մենք կսովորենք թե ինչպես կապել առաջադրանքները մեկը մյուսին եւ ինչ տեսակի կապեր գոյություն ունեն։ Այս օրինակի վրա, որը գալիս է նախորդ դասընթացից, մեզ պետք է ավելացնել առաջադրանքներ, որովհետեւ այս երկու հատը բավական չեն, որpիսի մենք բոլոր տեսակները կապերի դիտենք։ Դրա համար մենք կարող ենք copy անել այս առաջադրանքները եւ տալ ուրիշ անուններ, որպեսզի ավելի հեշտ լինի կողմնորոշվելը։ Դրա համար անում ենք Ctrl+C եւ Ctrl+V task 1-ի վրա, այսպես, որը ամենահասարակ copy անելու տարբերակն է։ Այստեղ ասում ենք do not show this dialog again, որպեսզի այս պատուհանը մենք նորից չտեսնենք եւ այստեղ բոլորը թողնում ենք ինչպես կա։ Անում ենք OK, նույն գործողությունը կրկնում ենք այստեղ, անում ենք OK Եվ տեսեք միանգամից կտեսնենք այս task 1-ի կրկնօրինակը։ Սա մենք փոխենք դնենք task 2։ Հիմա shift-ի օգնությամբ դուք ընտրում եք այս երկուսը, նորից անում ենք Ctrl+C եւ Ctrl+V եւ փոխում ենք սրա անունները, դնում ենք 4 եւ 5։ Նույն գործողությունները եկեք անենք, սա պետք է լինի 4։ Նույն գործողությունները անում ենք այս առաջադրանքների համար, սա փոխում դնում ենք 5։ Անում ենք Ctrl+C, Ctrl+V, սա կլինի համար 6 եւ այս երկուսը իրար հետ անում ենք այսպես, սա կլինի 7 եւ սա կլինի 8։ Հիմա տեսեք, այստեղ մեր բոլոր առաջադրանքները խմբերով 1-ից 4-ը նրանք սկսում են նույն ժամանակ, տևում են նույն քանակի ժամանակ եւ ավարտվում են նույն օրը։ Նույնը կատարվում է 5-ից 8-ը, նրանք բոլորը սկսում են իրար հետ եւ վերջանում են իրար հետ։ Բնականաբար շին նախագծերում նմանատիպ բաներ շատ քիչ են հանդիպում, քանի որ առաջադրանքները կատարվում են մեկը մյուսի հետևից։ Կարող են լինել առաջադրանքներ, որոնք կատարվում են միաժամանակ, դա հնարավոր է, բայց հիմնականում դրանք կատարվում են մեկը մյուսի հետևից։ Հիմա ինչպես կարող ենք ստեղծել այդ կապերը։ Ենթադրենք, մենք ուզում ենք ասել, որ task 2-ը, առաջադրանք 2-ը սկսվում է առաջադրանք 1-ը ավարտելուց հետո։ Եթե դուք ձեր մկնիկը բերեք այս կանաչ ուղղանկյան եւ տեքստի արանքում, դուք տեսնեք այսպիսի նշան։ Վերցնում եք այս նշանը, տեսեք, եւ դուք կտեսնեք այս կապուց սլաքը, բերում եք task 2-ի սկիզբ, որովհետեւ դուք ուզում եք վերջը միացնել սկզբին եւ այստեղ ուղղակի թողնում եք ձեր մկնիկը։ Տեսեք, դուք միանգամից կտեսնեք այս կապուց սլաքը։ Բայց ինչ է կատարվում, երբ որ դուք այս սլաքը անեք, առաջադրանք 2-ը ինքը իրանով չի տեղափոխվի։ Դուք պետք է վերահաշվարկեք ձեր նախագիծը, որպեսզի առաջադրանքները կամ առաջադրանքների կապերը սկսեն տեղավորվել կամ տեղադրվել ճիշտ դիրքերում կամ ճիշտ ժամանակներում։ Ոնց են վերահաշվարկում նախագիծը։ Նախագիծը վերահաշվարկելու համար ձեր վերևի այս գործիքների բաժնում դուք ունեք այս ժամացույց նշանը, որը կոչվում է schedule։ Հաշվարկել։ Անում ենք schedule, այստեղ ոչ մի տարբերակ դեռ չեք ընտրում, ընդհանրապես թողնում եք բոլոր տարբերակները այնպես ինչպես կա, եւ այստեղ ուղղակի անում եք schedule։ Եվ կտեսնեք, որ այս առաջադրանք 2-ը արդեն տեղափոխվեց եւ սկսում է այն ժամանակ, երբ որ առաջադրանք 1-ը ավարտվեց։ Բայց եկեք խորանանք այստեղ։ Մեր առաջադրանք 1-ը տևում է 10 օր, այսինքն 5 օր դա առաջի աշխատանքային շաբաթ, 5 օր հաջորդ աշխատանքային շաբաթ, արանքում ունենք մենք շաբաթ-կիրակի, իսկ քանի որ շաբաթ-կիրակին մեզ մոտ համարվում է ոչ աշխատանքային, ապա առաջադրանք 2-ը սկսվում է 3-րդ շաբաթվա երկուշաբթի օրվանից։ Եվ եթե մենք լայնացնենք այս հատվածը, դուք կտեսնեք, որ հիմա առաջադրանք 1-ը սկսում է ամսի 16-ին, ավարտվում 27-ին, առաջադրանք 2-ը սկսում է ամսի 30-ին, ավարտվում հուլիսի 11-ին։ Այս կապի տեսակը կոչվում է finish to start։ Դուք կարող եք այստեղ ընտրել task 2-ը, այս ներքևի հատվածում գալ predecessor, որը համարվում է ձեր նախկին կամ նախորդ առաջադրանքները, եւ այստեղ դուք կարող եք տեսնել բոլոր հարկավոր դետալները։ Դուք կարող եք տեսնել activity ID-ն, task 1-ը, այսինքն նախորդ առաջադրանքը, եւ կարող եք տեսնել այստեղ ամենակարևորը կապի տեսակը։ FS նշանակում է finish to start։ Դուք կարող եք այստեղ բացել այս ցանկը եւ կտեսնեք, որ
Primavera-ի 6-ում կա 4 տեսակի առաջադրանքների կապեր։ Finish to start-ը դա ամենահաճախ օգտագործվող կապերից մեկն է։ Եվ եթե մենք վերցնենք նախագծի այս schedule-ի որակի տեսանկյունից, ապա որակի ստանդարտներով ձեր նախագծի առաջադրանքների տեսակների 90%-ից ավելը պետք է լինեն finish to start։ Եթե ձեր այդ քանակը քիչ է 90%-ից, ապա ձեր նախագիծը համարվում է ոչ առողջ կամ ոչ որակով նախագիծ։ Հիմա եկեք հասկանանք ինչ է նշանակում մյուս տեսակները։ Եկեք տեսնենք այս finish FF, որը նշանակում է finish to finish։ Այսինքն առաջադրանքը պետք է ավարտվի հաջորդ առաջադրանքի ավարտվելու ժամկետի հետ։ Կոպիտ ասած, երկու առաջադրանքները պետք է ավարտվեն իրար հետ։ Հիմա ոնց կարելի է դա անել։ Օրինակ, մենք ուզում ենք ասենք, որ կապ չունի, թե մենք երբ ենք սկսում առաջադրանք 3-ը, կարևոր է, որ առաջադրանք 3-ն ու առաջադրանք 2-ը ավարտվեն իրար հետ։ Ինչ ենք անում, վերցնում ենք այս նորից նշանը, հիմա առաջադրանք 2-ի վերջը միացնում ենք առաջադրանք 3-ի վերջի հետ, այստեղ։ Նորից անում ենք schedule, և տեսեք, հիմա առաջադրանք 3-ը ավարտվում է առաջադրանք 2-ի հետ։ Եթե մենք վերցնենք առաջադրանք 3-ը և գնանք նրա predecessor բաժինը, դուք կտեսնեք, որ task 2-ը, առաջադրանք 2-ը ունի FF կապի տեսակ։ Հիմա, մյուս կապի տեսակը, եկեք վերցնենք այս SS, որը նշանակում է start to start։ Սա finish to finish-ի հակառակ տեսակն է։ Ինչ է դա նշանակում։ Հիմա եթե մենք ասում ենք, որ օրինակ առաջադրանք 2-ը կամ առաջադրանք 3-ը պետք է ավարտվի առաջադրանք 2-ի հետ, մենք նույն ձև կարող ենք ասել, որ առաջադրանք 4-ը պետք է սկսի առաջադրանք 3-ի հետ։ Այսինքն կապ չունի, թե առաջադրանք 4-ը երբ է ավարտվելու, կապ ունի, թե առաջադրանք 4-ը երբ է սկսելու։ Նորից մենք խոսում ենք սկզբի մասին, հետևաբար մենք վերցնում ենք առաջադրանք 3-ի սկիզբը և միացնում ենք առաջադրանք 4-ի սկզբի հետ, այստեղ։ Եվ անում ենք նորից F9 կամ schedule, տեսեք, հիմա ունենք այսպիսի ինչ-որ մի հատ դիրք։ Եթե մենք վերցնենք առաջադրանք 4-ը և գնանք նրա predecessor բաժին, կտեսնեք, որ սա արդեն դրված է SS, նշանակում է start to start։ Վերջի և ամենակիչ օգտագործվող հարաբերության կամ կապի տեսակը դա start to finish-ն է։ Իրականում նորից եթե որակի տեսանկյունից մենք նայենք, շատ խիստ խորհուրդ է տրվում, որ դուք երբեք չօգտագործեք այս կապի տեսակը։ Անգամ 1-2 անգամ օգտագործելով այս կապի տեսակը ձեր նախագծի մեջ, որակի ստանդարտի տեսանկյուններից համարվելու է ձեր նախագիծը որպես վատ։ Այսինքն կետերից մեկով որակի ձեր նախագիծը չի համապատասխանելու ստանդարտներին։ Դրա համար, եթե դուք ունենաք հարցեր այս կապի վերաբերյալ կամ տեսակի վերաբերյալ, գրեք ինձ, ես կօգնեմ ձեզ, բայց այս տեսալովակում մենք կանդրադառնանք միայն այս 3-ին եւ կհասկանանք, թե սրանք ոնց են օգտագործվում, որովհետեւ այս 3 տեսակները ամենահաճախ օգտագործվողներն են։ Հիմա մենք հասկացանք, թե ինչ է predecessor-ը, այսինքն predecessor-ը դա ձեր նշված առաջադրանքի նախորդ կամ նախորդող առաջադրանքն է։ Նույն ձև դուք ունեք successor, որը նշանակում է ձեր ընտրված առաջադրանքի հաջորդ առաջադրանքը։ Հիմա եթե մենք օրինակ վերցնենք առաջադրանք 2-ը, տեսեք, առաջադրանք 2-ի successor բաժնում դուք կտեսնեք առաջադրանք 3-ը որպես հաջորդ առաջադրանք։ Անկամ եթե այս առաջադրանքները finish to finish են եւ նրանք ավարտվելու են իրար հետ, մեկ է տեխնիկապես առաջադրանք 3-ը համարվում է հաջորդ առաջադրանքը առաջադրանք 2-ի համար։ Դրանք են տարբերությունները predecessor-ի, որը ձեր նախորդ առաջադրանքն է, եւ successor-ի, որը ձեր հաջորդ առաջադրանքն է։ Բայց կապերից բացի գոյություն ունի այսպիսի ինչ-որ մի հատ ֆունկցիա, որը կոչվում է lag, L-A-G։ Սա այն ժամանակն է, որը դուք կարող եք կապել կամ միացնել այս առաջադրանքների կապերի հետ։ Ինչ է դա նշանակում։ Հիմա վերցնում ենք այս մյուս խմբի առաջադրանքները եւ կաշխատենք առաջադրանք 5-ի եւ 8-ի հետ։ Եվ եկեք կրկնենք նույն կապերը։
Վերցնում ենք առաջադրանք 5-ը եւ սովորական finish to start-ի օգնությամբ կապում ենք առաջադրանք 6-ին։ Եվ ասում ենք օրինակ schedule։ Սա նշանակում է, որ մենք պետք է ավարտենք առաջադրանք 5-ը, որպեսզի սկսենք առաջադրանք 6-ը։ Բայց եկեք դնենք մի հատ բայց այս ֆորմուլայի մեջ։ Կարող են լինել շատ իրավիճակներ, որ դուք ասում եք, ես պետք է ավարտեմ առաջադրանքը, սպասեմ 1, 2 կամ 3 օր եւ դրանից նոր հետո ես սկսեմ մյուս առաջադրանքը։ Այս դեպքում մենք ուզում ենք ասել, որ մենք կատարելու ենք առաջադրանք 5-ը, սպասենք 5 օր եւ դրանից հետո նոր սկսենք առաջադրանք 6-ը։ Դա կատարելու համար մենք օգտագործելու ենք այս lag բաժինը։ Հիմա այստեղ ես կարող եմ գրել 5, որը կնշանակի 5 օր, եւ նորից անում եմ schedule։ Տեսեք։ Ես դեռ ունեմ մի finish to start կապը, բայց ես ավարտում եմ առաջադրանք 5-ը, սպասում եմ 5 աշխատանքային օր եւ հետո նոր սկսում եմ արդեն առաջադրանք 6-ը։ Եկեք նույնը կրկնենք start to start-ի հետ։ Օրինակ, ես ասում եմ, որ առաջադրանք 7-ը պետք է սկսվի առաջադրանք 6-ի հետ։ Դրա համար առաջադրանք 6-ի սկիզբը ես կապում եմ առաջադրանք 7-ի սկզբի հետ։ Եվ նորից անում եմ schedule։ Հիմա սկսում են իրար հետ։ Հիմա այստեղ մյուս բայցը։ Ես ունեմ իրավիճակ, երբ որ այս երկու առաջադրանքները պետք է սկսեն իրար հետ, բայց առաջադրանք 7-ը պետք է սկսի առաջադրանք 6-ը սկսելուց 1 կամ 2 օր հետո։ Իսկ ես սկսում եմ առաջադրանք 6-ը եւ հաջորդ օրը նոր սկսում եմ առաջադրանք 7-ը։ Դրա համար այս start to start-ի կողքին ես կարող եմ ասել 2, նորից անում եմ schedule եւ տեսեք, միանգամից այս առաջադրանքը շարժվեց 2 օրով։ Եվ նույնը եկեք անենք finish to finish-ի հետ, ես հիմա կապում եմ առաջադրանք 7-ի վերջը առաջադրանք 8-ի վերջի հետ, անում եմ schedule, այս երկու առաջադրանքները հիմա ավարտվում են իրար հետ, եւ ուզում եմ ասել, որ հիմա, տեսեք, որ առաջադրանք 8-ը պետք է ավարտվի առաջադրանքը 7-ից շուտ։ Այսինքն ոչ թե ուշ, այլ հենց այդ շուտ։ Մեծ դեպքում մենք ունենք 2 օր, եկեք ասենք, որ առաջադրանք 8-ը մենք պետք է ավարտենք առաջադրանք 7-ից 3 օր շուտ։ Այդ դեպքում ես կարող եմ գամ այստեղ եւ անել -3։ Եվ անում եմ schedule։ Տեսեք։ Այսինքն կախված չէ թե մենք երբ ենք սկսում առաջադրանք 8-ը։ Այստեղ կարևորը թե մենք երբ ենք ավարտում առաջադրանք 8-ը, դա է մեր կապը, դրա համար մենք ունենք finish to finish, բայց սրա օգնությամբ, lag-ի օգնությամբ մենք կարող ենք կառավարել թե կոնկրետ երբ դա պետք է ավարտվի։ Հիմա այս դեպքում մենք ավարտում ենք առաջադրանք 7-ը, հաշվում ենք 3 օր հետո, ոչ չհաշվելով շաբաթն ու կիրակին, եւ այստեղ մենք ավարտում ենք առաջադրանք 8-ը։ Հիմա մենք կարող ենք սա անել օրինակ -2, մենք այս դեպքում կավարտենք սա հենց ուրբաթ օրը։ Այսինքն այս մինուսը դուք կարող եք օգտագործել բոլոր կապերի հետ։ Հիմա այս դեպքում օրինակ մենք task 7-ը ասում էինք, որ պետք է սկսենք, տեսեք, task 7-ը մենք պետք է սկսենք 2 օր հետո task 6-ից, մենք նույն ձև կարող ենք ասել -2, անում ենք schedule, եւ տեսեք task 7-ը մենք հիմա սկսում ենք 2 օր շուտ, քան առաջադրանք 6-ը։ Սրանք շատ կարևոր նրբություններ են, որ դուք պետք է ուշադրություն դարձնել, որտեղ սրա օգնությամբ եք դուք կառավարելու թե կոնկրետ երբ եք սկսելու ձեր առաջադրանքները։ Այսինքն չի լինելու շին հրապարակում իրավիճակ, երբ որ բոլոր առաջադրանքները կատարվելու են մեկը մյուսի ետևից, կամ բոլոր առաջադրանքները սկսելու են հենց իրար հետ, կլինեն տարբեր իրավիճակներ, երբ որ դուք սկսում եք ինչ-որ առաջադրանք կամ գործողություն, եւ դրանից որոշ ժամանակ հետո դուք կարող եք արդեն սկսել հաջորդ առաջադրանքը։ Եվ այս lag-ի օգնությամբ պոզիտիվ եւ նեգատիվ, այսինքն պլյուս եւ մինուս lag-երի օգնությամբ դուք կարող եք կառավարել թե կոնկրետ երբ է դա տեղի ունենում։ Եվ առաջադրանքների կապերի օգնությամբ դուք կարող եք կառավարել արդյոք այս առաջադրանքները սկսում են իրար հետ, մեկը մյուսից հետևից, թե արդյոք այդ առաջադրանքները պետք է վերջանան իրար հետ։
Այսքանը այսօրվա դասընթացի համար, սա բավականին հետաքրքիր եւ մի փոքր ծավալուն թեմա էր, որովհետեւ մենք սովորեցինք թե ինչպես եւ ինչ տեսակի առաջադրանքների կապեր գոյություն ունեն եւ նաեւ սովորեցինք թե ինչպես կարող եք կառավարել նրանց ժամանակը կամ lag-ը, որը կոչվում է P6-ում։ Այնպես որ եթե ունեք ինչ-որ հարցեր, անպայման գրեք իմ edge-երին, LinkedIn-ին, Facebook-ին, YouTube-ին կամ Telegram-ի edge-ին, ես անպայման կփորձեմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Եթե հետաքրքրված եք անհատական կամ խմբային դասերով P6-ի կամ Microsoft Project-ի վերաբերյալ, նույնպես գրեք իմ edge-երին եւ կիսվեք ձեր ընկերների հետ։ Ձեր հետադարձ կապը եւ դիտումները դրանք են խրախուսում, որպեսզի ես շարունակեմ ձայնագրել այսպիսի տեսահոլովակներ։ Այնպես որ մինչ հաջորդ հանդիպում։